Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության փոխանցմամբ Ալրոսայից հափշտակված ադամանդը տեղափոխվել է հենց այստեղ, ADM ընկերություն, որի շահառուն ՖՍԲ-ի պնդմամբ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ Խաչատուր Սուքիասյանը որևէ կապ չունի եւ չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող կազմակերպության հետ, վստահեցնում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը, հերքելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության այսօր տարածած հաղորդագրությունը։ ՖՍԲ-ն այսօր տեղեկացրեց, որ բացահայտվել է ադամանդների մաքսանենգության դեպք, որը կազմակերպել են Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրները, որոնք ԱԴԾ-ի փոխանցմամբ միջազգային հետախուզման մեջ են։ Ըստ անվտանգության դաշնային ծառայության ադամանդ արդյունահանող ռուսական առաջատար Ալրոսա ընկերությունից գողացված ադամանդները տեղափոխվել են Հայաստան։ Գողացված ադամանդները ուղարկվել են Հայաստան, ADM Diamond ՍՊԸ, որի շահառուն հայազգի գործարար եւ պատգամավոր Սուքիասյան Խաչատուրն է։ Պնդելով, որ ռուսական կողմի այս հայտարարությունը ամբողջությամբ հորինվածք է եւ Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ, ԿՊ-ական պատգամավորի խոսնակը նշում է, թե Խաչատուր Սուքիասյանին ուղղակի տեղեկատվական պատերազմ է հայտարարվել։ Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը հեծը գնում է թուրքերին վաճառելու համար։ Ձեռագիրը նույնն է, կարծում եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն։ Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել, դարձյալ կրկնում եմ այս լուրը ապատեղեկատվությունը։ Թե ինչու ՖՍԲ-ն հենց Խաչատուր Սուքիասյանի դեմ պետք է տեղեկատվական պատերազմ սկսի, պնդելով, որ ադամանդի այդ գործանի շահառուն հայազգի պատգամավորն է, պարզ չէ։ Ադամանդագործությունը առաջին կատարած ֆանտաստիկ զարգանալու է Հայաստանի Հանրապետությունում։ Դեռևս 2019-ին ադամանդի վերամշակմամբ զբաղվող այս գործարանի բացմանը մասնակցում էր նաև Խաչատուր Սուքիասյանը։ Հետքի աչքից չէր վրիպել, որ այն ժամանակ Սուքիասյանը լրատվամիջոցների հետ զրույցում բավականին տեղեկացված էր գործարանի աշխատանքներից, պատվերներից, անգամ ապագա ծրագրերից։ Արտակը Բաղիկյան կասի, որ արդեն պատվեր կա, կարծեմ շատ բարձր պատվեր կա, անգամներ ավել քան այս տարվա իրեն շրջանառությունն է, եւ արդեն պետք է շատ արագ ամսի 5-ից սկսեն մարդիկ ընդունել աշխատանքի, որպեսզի կարողանան այդ պատվերները 2020 թվականին հասնել։ 2020 թվականին առաջի երկրորդ երամսյակից հետո կարելի է արդեն մտածել երկրորդ, երրորդ հարթակները ստեղծելու մասին։ Պետական ռեգիստրի տվյալներով ADM Diamond ընկերության սեփականատերերը 2017 թվականից եղել են Ասպարիկ Բաղիկյանը եւ Մարինե Բաղիկյանը։ 2024-ից արդեն միակ բաժնետերը Արթուր Մավրիկի Օհանջանյանն է։ Իդեպ դեռևս 2021-ին հետքը գրել էր, որ ադամանդների վերամշակմամբ զբաղվող ADM Diamonds գործարանին փոխկապակցված ընկերությունը դեռևս 2020-ին ադամանդ էր ներմուծել Հայաստան, կեղծելով արժեքն ու խուսափել 17 միլիոն դրամի մաքսատուրքից։ Վերադառնալով ՖՍԲ-ի կողմից բացահայտված ադամանդի մաքսանենգության գործին, նշենք, որ Ռուսաստանի դաշնային ծառայության տվյալներով Բաղիկյան եղբայրներից բացի բացահայտված այս հանցավոր խմբի մաս են եւս 2 հայեր։ Մասնավորապես Ռուսաստանի իրավապահները Ալրոսա ընկերության աշխատակցուի Վալենտինա Մատյուշենկովայից եւ նրա որդուց բացի ձերբակալել են Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ Արմեն Պետրոսյանին եւ Արման Սահակյանին։ Ընդ որում ըստ ՖՍԲ-ի նրանք պատասխանատու են եղել թանկարժեք քարերի մաքսանենգության, ինչպես նաեւ թանկարժեք քարերը ավելի ցածրարժեք եւ անորակ քարերով փոխարինելու համար։ Շուրջ 1.7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների հերթական խմբականակի հափշտակման փորձի ժամանակ էլ այս 4 անձինք ձերբակալվել են, որի մասին ՖՍԲ-ն նաև տեսանյութ է հրապարակել։ Ռուսաստանի իրավապահների փոխանցմամբ մեղադրյալները բարձրորակ ադամանդի հումքը պարբերաբար հափշտակել են անցած տարվա սեպտեմբերից մինչև այս տարվա հունվար եւ դրանք ուղարկել Հայաստան ADM Diamonds։ Ադամանդների վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունն այսօր տարածած հաղորդագրության մեջ հերքել է ռուսաստանյան իրավապահ մարմինների պնդումները, շեշտելով, թե երբևէ չի համագործակցել անօրինական եւ հանցավոր խմբերի հետ։ ADM Diamonds-ը նաեւ հերքել է ԿԱՊ ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, պնդելով, որ վերջինս չի հանդիսանում եւ չի հանդիսացել ոչ ընկերության շահառու, ոչ ընկերության բաժնետեր եւ ոչ էլ առավել եւս սեփականատեր։